բայց դուք իրապես որոշեցիք ունեցաք այդ խիզախությունը խաղաղություն հաստատել, այսինքն գտնել այն ուղիները, որոնք հարկավոր են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար եւ 22 թվականի Պրահայի գագաթնաժողովը, ինչպես Վաշինգտոնում նաեւ գագաթնաժողովը եկան եզրափակելու վերջնականապես այս խաղաղությունը, ինչպես ես ասացի, սա խիզախ եւ անհրաժեշտ որոշում էր եւ այս որոշումը նաեւ ամրապնդեց եւ բերեց բարգավաճություն, երբ ես նայում եմ անցած 8 տարիները Հայաստանում միջին աճը կազմում է 6%։ Այսինքն այս վերջին 2 տարիներին ավելի է մեծացել, սա արդեն տպավորիչ ցուցանիշ է, որը ցույց է տալիս ձեր մոդելի օրինակը եւ դուք շատ լավ նկարագրեցիք քիչ առաջ այդ առաքինի օրինակը խաղաղության եւ բարգավաճության համար եւ այս ամենը մի քանի տարի է արդեն զարգանում է։ Իրապես սա Հայաստանի պահն է, որովհետև այստեղ Հայաստանում են եվրոպացիները քննարկումներ անցկացնում, քանի որ դուք եք կազմակերպել եւ հյուրընկալել 8-րդ գագաթնաժողովը Եվրոպական քաղաքական համայնքի եւ այսօր առավոտյան Եվրոմիության եւ Հայաստանի միջև գագաթնաժողովը նույնպես քննարկեց մի շարք կարևոր ծրագրեր, որոնք խոստանում են զարգացում, ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներ, անվտանգության ոլորտում եւ այլն։ Եվ այսօր այնիշ տեղի ունենում ձեր երկրում կարելի ասել շատերը չէին սպասում նման պահի եւ դուք կարողացաք մեկնարկել այս ամենը մեծ խիզախությամբ վերջին տարիներին եւ սա խորապես փոխում եւ մեծ հաջողություններ եւ հնարավորություններ է ընձեռում Հայաստանին։ Ես նաեւ կցանկանայի, որպեսզի այս հայաստանյան պահը ուղեկցվեր նաեւ կովկասյան պահով։ Եվ կարծում եմ սա է այսօր հիմնական մեր մարտահրավերը։ Երկու համոզմունք ունեմ այս տարածաշրջանի վերաբերյալ։ Առաջինը, Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Երկրորդ համոզմունքը Հարավային Կովկասը կարող է վերականգնել, այ քարտեզը շատ լավ ցույց էր տալիս իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև։ Եվ Հարավային Կովկասում հնարավորությունները իրոք ընձեռում են հնարավորություն լինել խաչմերուկ այս տարածաշրջանում։ Լինել այդ միջին միջանցքը եւ սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել։ Եվ ինչու եմ այդպես ձգտում, ես ցանկանում եմ, որպեսզի հարևաններ դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես որ դուք եւ ձեզ ուղեկցեն այս խաղաղության, ժողովրդավարության եւ բարգավաճության ճանապարհին։ Եվ որպեսզի բոլոր սահմանները բացվեն եւ բացվեն ամբողջովին այս տարածաշրջանը շատ հաճախ քիչ է նկատվում դրսից, շատ հաճախ եւ երկար ժամանակ հերմետիկ ձևով փակ է եղել եւ ինչպես ասում էր Թուրքիայի հայազգի երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինկը, պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ։ Եվ հենց դա պետք է արվի, որպեսզի Կովկասի պահը գա, որպեսզի սահմանները բացվեն եւ իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները բացվեն եւ որպեսզի չլինի որևէ սահմանափակում Վրաստանի հետ։ Սա է մեր համոզմունքը, սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը եւ նաեւ հանձնառությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության, որը շատ գործողություններ է իրականացնում Հայաստանում եւ մոտարապես 4 միլիարդ եվրոյի ներդրումներ են իրականացվել Կովկասում։ Ես ցանկանում եմ նաեւ ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջան
բռնարարության սահմանափակումների վերացումը եւ հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը, բայց սա ընդհանրապես սկիզբն է։ Մենք նաեւ ողջունեցինք Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացումը Սիրիայից փախստականների կամ հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով, բայց սա առաջին ազդակն էր եւ մենք տեսանք, թե ինչքան կարեւոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք, որպեսզի այս կովկասյան պահը իրականություն դառնա եւ որպեսզի ձեր երկիրը եւ ողջ տարածաշրջանը դառնան միջին արևելքի, կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկը եւ սա թույլ կտա ուրեմն օգտվել այն բոլոր տնտեսական հնարավորություններից եւ ստեղծել խաղաղության ճանապարհ եւ ոչ թե տարբեր կայսրությունների խնդիրների եւ մարտահրավերների ճանապարհ եւ այդ է պատճառը որ ես ցանկանում եմ այսօր ողջունել Հայաստանի ջանքերը եւ Ֆրանսիան հավատում է դրան Ֆրանսիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին, այսինքն Հայաստանը հենց առանցքային այն հիմքն է դրել ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար, ամբողջ տարածաշրջանի հույսի համար։ Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն ինչ որ դուք ապրեցիք այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպիսին որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն եւ բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետեւ հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ որ մեկի կողմից։ Իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը որ դուք սկսել եք հենց 2018 թվականից, այսինքն խաղաղությունը, որ ընտրել եք, իրատեսական է, եւ որ դուք դրա դերակատարն եք, եւ որ բարգավաճությունը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության